Ես ուզում եմ խոսել մի ոլորտից, գիտեմ ձեզ էլ են դիմել, ինձ էլ նաև կարող եմ մի քանի այլ պատգամավորներ դիմաց լինեն հայկական ավիաընկերություններից եւ երեք նաև տեսա նրանցից մեկի Flyone Armenia-ի տնօրենի հարցազրույցը, որտեղ կոնկրետ մատնանշվում էր մի քանի դրվագ, որոնցից երկուսը իմ տպավորությամբ կարող առնչվել այդ մրցակցայնության հետ։ Կուզենայի ձեր կարծիքի իմանալ, արդյոք վարույթը հարուցվել թե չէ իրենց դիմումի հիման վրա, որտեղ այստեղ խոսքը վերաբերում հետևյալին մասնավորապես, որ հայկական ավիաընկերությունների համար եվրոպական շուկան մենք սև ցուցակում ենք, փակ է։ Կառավարության որոշումը թվացial հավասար պայմաններ է ստեղծում, եթե մենք էլ եվրոպական շուկաներին հասանելիություն ունենանք, բայց այս դեպքում ստացվում է, որ այդում հայկական ավիաուղիների այլ երկրից Հայաստան տեղափոխված ուղևորը կարող է տեղափոխվել եվրոպական այլ երկիր ոչ իր կողմից, որովհետև մենք սև ցուցակում ենք, այստեղ մրցակցային բան էին տեսնում, եւ քանի որ ժամանակը երկրորդ կտորն էլ օրինակ նշվում էր, որ իրենց տեղափոխած ուղևորը այդ անձնագրային ստուգում չի անցնում, տրանզիտ զոնայում է մնում, հետեւաբար ինքը չի համարվելու մուտք գործած Հայաստանի Հանրապետություն, իսկ օրինակ միջազգային լոու-քոստերների դեպքում իրանք անցնում են անձնագրային ստուգում եւ ինչ էր ստացվելու, Ստացվել էր, որ նույն հայկական ավիաընկերության կողմից եկած ուղևորը պայմանական Ռուսաստանի Դաշնությունում այստեղ չի անցնելու անձնագրային ստուգում, բայց այդ low cost-երի միջոցով գնալու է Եվրոպա, հանգստանալու է հետ գա Հայաստան եւ ստիպված անցնելու է անձնագրային ստուգում եւ մենք որպես պետություն դա անկալում ենք, որ զբոսաշրջիկ եկավ մեր երկիր 20000 դրամ գումար ենք վճարելու, այստեղ էլ հակամրցակցային որոշ բաներ էին տեսնում, խնդրեմ ձեր մեկնաբանությունը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Գաբրելյան, ցավոք չեմ կարողանում մեկնաբանը, որտեվ իրականում վարույթ կա հարուցված, դրանով ես արդեն չեմ կարող այդ գործը որևէ ձևաչափով հիմա քննել, վարույթը հարուցված է պետական օժանդակության կամ պետական մարմնի եթե չեմ հակամրցակցության համաձայնության գործով, այսինքն այդ որոշումը արդյոք սահմանափակել է շուկան, թե չի սահմանափակել շուկան, ձեր ասած հարցերը նամակում մեզ ուղված նամակում մանրամասն ներկայացված է եղել, մի քանի խնդիր է ներկայացված է եղել, դիմել ենք արդեն այդ խնդիրների պարզաբանման համար եւ մենք մեր ուրույն ուսումնասիրությունը կանենք եւ որոշենք կհասկանանք պետությունը իր վարկագծով սահմանափակել է շուկան, թե չի սահմանափակել, ստիպված եմ այսքանով ձեզից ներողություն խնդրել այս հարցին չանդրադառնամ, որովհետեւ ես վարույթով որոշում կայացնելու իրավունք ունեմ էլի։ Արձագանք համեցեք։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Գևորգյան, առիթից օգտվելով երկու օր առաջ մի բան էլ նկատեցի, կուզեմ այս մասով իմանալ արդյոք թվային հարթակ ունեք, թե չունեք, նախատեսում եք ունենալ, օրինակ սա միշտ ասում եմ, քաղաքապետարանը ակտիվ քաղաքացի հարթակը ունի, որ ցանկացած դեպքում թեկուզ անանուն ուղարկում ես, ձեր դեպքում նույնպես կցանկանայի իմանալ արդյոք տենց հավելված կա կամ հենց նույն այդ հարթակի միջոցով իրենք կարծում են բացեն այդտեղ ինֆորմացիան ստանան ձեզ փոխանցելու, օրինակ Հանրապետության հրապարակում ինչ որ միջոցառում կար Հայաստանի Հանրապետությունում ու այդ մասնակիցներից մեկը վարձակալել էր մոտ 10-12 են սև Mercedes մինիվենները ու վրան ամբողջությամբ փակցրած էր բուքմեյքերական ընկերություն, որը ոչ Հայաստանում գրանցված է ու աշխարհում էլ ասում են ինքը մի քիչ տենց բան կազմակերպություն է, այն այսքան ասեցի, ասում ԱԶԻՆ-X պետք, sense ամբողջ մեքենաների վրա խփած ու իրանք պատտվում էին քաղաքում ու այդ բանը ես չկողմնորոշվեցի անգամ որպես պատգամավոր մեր երկրում որ մարմինն է սրանով զբաղվում էլ, այսինքն ում դիմեի, ասեի Ժորժան, մեր երկրում արգելված է, ինչ է կատարվում։ Շնորհակալ եմ։ Եթե կա որևէ հարթակ կամ նախատեսում եք, ուրախ կլինեմ այս մասով արձագանքենք, բազմաթիվ են նման դեպքեր, շնորհակալ եմ։ Մենք ունենք ֆանտաստիկ լավ հարթակ, բայց ունենք ֆանտաստիկ վատ advocacy, որտեղ ցավում եմ, բայց մեր հարթակի մասին քիչ գիտեն։ Իրականում մեր հարթակը 2019 թվականից մենք ստեղծել ենք մրցակցության հարթակ, որտեղ բիզնես ունի մեկ պատուհան, շփվում է լրիվ թվային, մի խոսքով համակենտրոնացման դիմում թվային հիմա ստեղծեցինք վերջերս սպառողների միջազգային օրվա դրությամբ վարչապետի գլխավորությամբ իրականացի միջոցառում ես ստեղծեցինք սպառողի օգնական հարթակը, նոր դրա մասին ասում եմ, ցանկացած սպառող մտնում է իր խնդրի մասին, գրում է շատ པարզ, առանց որևէ բարդություն, չենք ասում թուղթ, արյան անալիզ, չգիտեմ, որը པարզ, հայերեն մաչիլ լեզվով ասում է ինչ խնդրեմ ունի ինքը աշխատում է, սրա տակ գրվում է հիմա թվայնացման խորհրդով արդեն հաստատել ենք ամբողջ տեսչական մարմինի մեր թվայնացման մեծ գործիք
արհեստական ինտելեկտով, machine learning-ով ռիսկերի վրա հիմնված։ Անկես եթերն եմ, կարծում եմ Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ թվային գործիքները էական առաջադեմ են աշխարհում, որտեղ մենք այս փորձով կիսում ենք դրսի գործընկերներ։ Մենք ունենք լավ զարգացած ՏՏ համայնք, մեզ այդ հարցով շատ օգնում է։ Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք չենք կարողանում լուծել, դա հենց հաղորդակցումն է եւ մարդկանց այդ տեղեկատվությունը հասցնել։ Մենք նույնիսկ գնացել սուպերմարկետների մենք գրել, որ սենց է կանոնները, մտածում ենք ՀԴՄ-ների հետևը գրենք մեր կայքի հասցեն, ասենք մարդիկ կարդացեք, իմացեք, բայց մեզ դիմեք այդպես հարցերով։